Փառք Հիսուսին, փառք մեր Տիրոջը, եղբայրներ, քույրեր, որ Տերը այսօր հնարավորություն ստեղծեց իր ներկայության մեջ լինել եւ Աստված գործ ունի մեզ հետ անելու նրա նպատակն է, որ մեզ պատրաստի հավիտենական կյանքի եւ հավիտենական երջանկության։ Փառք Տիրոջը։ Սա ոչ մի մարդու մտքով չեր անցկենա։ Մեր նախքին հին կյանքի մեջ մեր մտքովը անց չեր կենա նման բան, բայց փառք Աստծո, որ արարիչ Աստված պատրաստել է իր որդու միջոցով, որը զոհ եղավ խաչի վրա համայն մարդկության համար եւ բացեց հավիտենական կյանքի ճանապարհը։ Փառք Տիրոջը։ Եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ իմ խոսքը սկսեմ 50-րդ Սաղմոսից մի համար կա, կարդանք Շնորհակալություն մատուցանողը զիս կփառավորե ու իր ճամփին զգուշություն անողին պիտի ցուցնեմ Աստծո փրկությունը։ Այս կարճ համարի մեջ շատ բան ասեմ, Աստծո խոսքը շնորհակալություն մատուցանողը զիս կփառավորե եւ իր ճամփին զգուշություն անողին պետք է ցույց տամ Աստծո փրկությունը։ Շատ բաներ կա, որ մենք պարտավոր ենք ուղղակի շնորհակալ լինել իրանից։ Շատ բաներ կարանք թվարկենք այն բարիքները, որ Աստված տալիս է, այս օդը եւ թթվածինը, որ Աստված տալիս է, որ Աստված պահել է մեզ այսքան ժամանակ, մանավանդ որ Աստված իր որդու միջոցով բացել է հավիտենական կյանքի ճանապարհը եւ փրկություն է պատրաստել, արժե որ շնորհակալ լինել, որտեվ Սաղմոս այս համարը Սաղմոսի ասում է, որ շնորհակալ լինողը ինձ կփառավորի։ Մենք ունենք շնորհակալ սիրտ, եղբայրներ, քույրեր։ Երբևիցե ասում ենք Տեր, շնորհակալ ենք։ 10 բորոտներ կային ավետարանի մեջ, մենք կարդում ենք, եկան ու բժշկվեցին եւ նրանից ընդամենը մի հոգի հետ եկավ, երկրպագեց եւ գոհացավ Տիրոջից։ Եվ Տեր Հիսուս ասավ, բայն 9 ուր գնացին։ Մենք ավետարանի մեջ հանդիպում ենք հաճախակի Տեր Հիսուսը հարցնում էր մարդկանց, հիվանդ էին, կաղ էին, կույր էին, տարբեր կարիքներ ունեին։ Եվ Տեր Հիսուս հարցնում էր, ինչ կուզեք։ Ինչ եք ուզում։ Ինչ կուզեք, որ ձեզ համար անեմ։ Եվ մարդիկ ամենքը մի պատճառներ, բայց եթե այսօր Տերը մեզ հարցնի, ինչ եք ուզում, այ մտածենք մենք, ինչ կպատասխանենք, ինչ ենք ուզում։ Մարդիկ միշտ իրանց կարիքներն են ուզում, բայց որն է ամենաճիշտ պատասխանը։ Ամենաճիշտ պատասխանը երևի սա է, որ ասենք Տեր, մենք քեզ ենք ուզում։ Եվ որ մենք իրան ունենանք, մենք ամեն բան կունենանք։ Թող Տեր Հիսուսը մեր սրտերի մեջ բնակվի, թող մեր սրտերի մեջ նա թագավորի, եղբայրներ, քույրեր, նա կառավարի մեր կյանքը ու նա ղեկավարի մեր կյանքը։ Ես կասեի շատերի տեղը ամեն, թող այդպես լինի։ Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, եւ շարունակող համարն ասում է, որ եւ իր ճամփին զգուշություն անողին պետքա ցույց տամ Աստծո փրկությունը։ Ինչպես ենք մենք զգուշություն անում, ինչպես ենք զգուշանում։ Այդ Տեր Հիսուսը Հովանու ավետարանի մեջ ասավ, հրյաներին ասավ, դուք չեք ուզում ինձ գաք, որ փրկվեք։ Դուք չեք ուզում գաք։ Այսօր նմանապես Տերը
ոմանց եւ միգուցե շատերին կասի, դուք չեք ուզում ինձ գաք, որ փրկվեք։ Ինչու է շատերի կյանքը մնում նույնանման, անփոփոխ։ Լավոդիկեի եկեղեցու նման գաղջ, ոչ տաք, ոչ սառը։ Եվ Տերը սա չի հավանում, եղբայրներ, քույրեր։ Աստված ուզում է, որ մենք տվյալը շարժվի։ Գիտեք, որ մարդը կա, ես կարծեմ Երեմիա մարգարության մեջ եմ հանդիպել, ասում է, ով իր սիրտը պատրաստեց, եւ Տերը ընդառաջ չեկավ նրան։ Մարդիկ, գիտես, ընտելանում են իրանց վիճակներին, ինչպես որ կա, եւ այդպես էլ մնում են։ Բայց կա հոգևոր կյանքի մեջ աճել եւ հոգևորապես մեծանալ։ Ոմանց մասին ասում է, որոնց զգայարանքները վարժված են բարին ու չարը զանազանելու։ Բայց որոնք որ փոքրիկ են մնում հոգևոր կյանքի մեջ, սա վտանգավոր հարց է, որ չեն աճում հոգևորապես, բայց Տերը ուզում է, որ փոփոխի։ Տեսեք, սրա համար պետք է, որ մենք զգուշություն անենք, մենք ամեն ժամանակ ավետարանը որպես մեր հոգու հայլին կանգնենք այդ խոսքի առջև եւ տենանք հլա, մենք համապատասխանում ենք լման հասակին։ Սա է ուզում Տերը, եղբայրներ, քույրեր, որ մենք ունենանք այդ լման հասակը, որ մենք վերստին ծնունդ ունենալուց հետո մարդու մեջ առաջագալի երկու պայքար։ Հոգին մարմնի դեմ եւ մարմինը հոգու դեմ։ Եվ գիտեք, շատերը այս անցումը չեն կատարում, չեն անցնում մարմնավոր վիճակից, չեն հաղթահարում իրանց մարմնավոր վիճակը եւ մնում են այդպես երկար տարիներով։ Բայց զգուշություն անողին, ովքեր զգուշություն են անում իրանց անձերին, իրանց ճանապարհներին, Աստված ցույց է տալի փրկության ճանապարհը, ովքեր ջանք են անում, ովքեր փափագում են, ովքեր Հակոբի պես մարտնչում են եւ ձգտում են հոգեվոր պարգևների, հոգեվոր օրհնությունների։ Տեսեք, Հակոբը, չէ, Հակոբի ու Եսավի պատմությունը։ Գրված է, որ Հակոբն ու Եսավը երկվորյակներ էին։ Եվ Հակոբը գրված է, որ մոր արգանդի մեջ բռնել էր Եսավի գարշապարից։ Հետաքրքիր բան է, եւ նա ձգտում ուներ առաջնեկներ լինելու արդեն իսկ որովայնի մեջ։ Եվ որ տեսնում ենք, որ եկավ այնպիսի իրավիճակ, հենց չէր, որ Հակոբը մի սուրբ արդար անձնավորություն էր։ Իմիջայլոց ինքը խաբեբա բնություն ուներ, միշտ խաբեբայությունով իր ուզածին հասնում էր, եւ այստեղ էլ իր իրավիճակից օգտվելով Եսավի առաջնեկությունը վերցրեց։ Բայց գիտեք ինչ կա, բայց գրված է, որ Աստված Հակոբը սիրեց եւ Եսավը ատեց։ Հակոբին ավելի շատ սիրեց։ Ինչու սիրեց։ Նա էլ խաբեբա էր, մի կարևոր բանի համար սիրեց։ Հակոբը Աստծո օրհնություններին նախանձավոր էր։ Հակոբը եւ որ հրեշտակի հետ գոտեմարտում էր, գրված է, որ ամբողջ գիշերը գոտեմարտեց, ասավ Տեր, եթե մինչև չորհնես, բաց չեմ թողա։ Ասավ լուսանում է, լուսը բացվում է, ասավ չէ, բաց չեմ թողա, մինչև որ ինձ չորհնես։ Եվ տեսնում ենք, որ հարցրեց հրեշտակ, ասավ անունդ ինչ է, ասավ Հակոբ, եւ ասավ այլևս Հակոբ չսվի, հապա Իսրայել։ Հակոբը մարմնավոր էր, մարմնավոր Հակոբը մեռավ եւ ծնվեց հոգեվոր Իսրայելը։ Այ մենք շատերս համակերպվում ենք այսպես մարմնավոր կյանքին, գաղջ կյանքին, տկար կյանքին, հարմարվում ենք այդ վիճակի հետ երկար տարիներով, բայց մարմնավորը Աստված ատում է եւ սիրում է հոգեվորը։ Եսավը ավելի շատ մարմնավոր էր, ավելի շատ նյութականը, ավելի շատ մարմնավորը,
քանց թե Աստծո օրհնությունները։ Դրա համար էլ գրված է, որ Աստված սիրեց եւ հավանեց Հակոբին եւ օրհնեց Հակոբին։ Եղբայրներ, քույրեր, այս պատմությունները գրված է, որ մենք բան քաղենք սրանից, որ մենք զգուշություն անենք մեր անձերին, մեր ճանապարհներ եւ Աստված ցույց է տալու փրկության ճանապարհը։ Մենք պետք է անհանգստանանք, Հակոբի պես ասենք. Տեր, մինչև չօրհնես, բաց չեմ թողա։ Տեր, մինչև Սուրբ Հոգին չտաս, բաց չեմ թողա։ Աստված նմաններին է հավանեմ, պայքարողներին համարեմ, ձգտողներին է համարեմ, բայց մարդիկ համակերպվում են։ Բայց Տերն ասում է. խնդրեցեք ու պիտի տրվի, թակեք ու պիտի բացվի, փնտրեք ու պետք է գտնեք։ Աստված օգնի, եղբայրներ, քույրեր, սա մենք պետք է հասկանանք, մենք փոխվենք դեպի հոգևորը, որ մեզանից բխի միայն հոգու պտուղները, խաղաղությունը, սերը, երկայնամտությունը, եղբայրասիրությունը, ամբողջ հոգևոր ամեն առաքինությունները մեր կյանքի մեջ բնակվի։ Կարողանանք ներել, կարողանանք սիրել, կարողանանք պաշտել մեր Տիրոջը, որ մենք ուրեմն հաղթական լինենք եւ Տերը մեզ հավանի։ Ձգտում է պետք, ջանք է պետք, հենց այնպես չի, Աստված չի հավանում նստածներին։ Եվ որ հանգիստ նստում են իրանց համար, վայ Սիոնի մեջ հանգիստ նստողներին ասում է Սուրբ Գիրքը, հանգիստ նստած են, իրանց համար արդեն հասել են, ինչպես առաքյալն ասում է, արդեն հասել եք, արդեն թագավորում եք, ասում է Երանի, թե թագավոր էիք, ես էլ ձեզ հետ թագավոր էի։ Աստված օգնի, եղբայրներ, քույրեր, եւ ինչու է Աստված այսպես ուզում, որ նաեւ Աստված ուզում է մեզ գործածի։ Աստված մարմնավորին, չափաշխարողին չի կարա օգտագործի, նրանց ծառայությունը չի երկարի։ Սկզբից ապաշխարությունը, հետո պտուղը։ Առանց ապաշխարության պտուղ չես կարա ունենաս։ Առանց որդատունկի վրա հաստատվելու չես կարա պտուղ բերես։ Սրա համար պետք է որ մենք փոխվենք, եղբայրներ, քույրեր։ Փոփոխություն գա մեր կյանքի մեջ, ինչպես Հակոբի կյանքը փոխվեց, անունը փոխվեց։ Իմիջայլոց հрьяաների անունները ըստ իրանց կյանքի, ըստ իրանց նմանությամբ էին իրանց անունները դնում։ Նրանց ամեն մի անունները նշանակում է իրանց նմանությամբ, իրանց նմանությունն է։ Թե չէ դնում են համեստ, բայց այդ տվյալ կինը շատ կռվարար ալում, ես հիշում եմ այդ ձեմյան կին կար, անունը համեստ էր, բայց ինքը շատ վիճող կռվող բնավորություն ուներ։ Աստված օգնի, եղբայրներ, քույրեր, եւ Տերը, գիտեք, շատ բաներ կա, որ մենք կարանք, Աստված մարդուն կարողություն է տվել։ Մենք չսպասենք, որ մեր փոխարեն Տերը ինչ որ բաներ է անելու։ Համարներ կա, որ մեզ բան է հասկացնում։ Աստված մարդուն, որ ստեղծել է, կարողություն եւ հնարավորություն է տվել։ Ճիշտ է, մարդու կարողությունները սահմանափակ է, բայց Աստված այնպես է արել, որ մենք մեր կարողությունով շատ բաներ կարանք անենք։ Տեսեք, օրինակ Հովհաննես առաքյալն ասում է, եթե մեկը այս հույսը ունի անոր վրա, ինքը իրան կմաքրի, ինչպես որ նա մաքուր է։ Եվ Տերը ուզում է մեզ օգտագործի, եղբայրներ, քույրեր, ապաշխարության արժանավոր պտուղ բերեք։ Առաջ ապաշխարությունը, հետո արժանավոր պտուղը։ Եթե չկա չապաշխարող մարդու ծառայությունը չի երկարի։ Նրա գործունեությունը չի երկարի, դրա համար ապաշխարությունը շատ կարևոր է։ Եվ Տերը ուզում է մեզ որպես կենդանի անոթներ մեզ օգտագործի։ Կարդում ենք 2 Տիմոթեոս 2 գլխի մեջ, տեսեք 21-րդ խոսքից, ուստի եթե մեկը իր անձը անարգ բաներեն մաքրե, անիկա պատվական անոթ մը պիտի ըլլա, սրբված ու Տիրոջը պիտանի ամեն բարի գործերի համար պատրաստված։ Եթե մեկը իր անձը անարգ բաներից մաքրի, խեղկատակություն է, շատախոսություն է, չգիտեմ էլ ինչ
անարգ բաներ կան մեր կյանքի մեջ, օտարախառն լծակցություն, անհավատների եւ այլ խոսակցությունների, զրյաբանության, ինչքան բաներ կարանք թվարկենք, անարգ բաներ են, որոնք վնասում են մեզ, որպեսի մեզ Տերը օգտագործի։ Մեծ տան մեջ ասма կա ոսկե անոթներ, կա հողե անոթներ, կավե անոթներ, ջանք հար ասма քո անձդ ընտիր ցույց տաս Աստծո առաջ, եւ ասma ոմանք պատվի համար են, ցավոք ոմանք էլ անարգանքի համար են։ Դարաբար Տերը թող օգնի եղբայրներ քույրեր, Աստված օգնի մեզ, մենք հասկանանք ապաշխարություն եւ պտուղ, Տերը պտուղ է ուզում, Տերը պտուղ է ուզում, տարբեր առակներ կա, մենք թզենու առակն ենք կարդում, Եսայա մարգարության 5-րդ գլխի մեջ կարդում ենք, այնտեղ շատ հստակ է հասկացնում, ասма ընտիր պատվական որդատունք տնկեցի, քարերը մաքրեցի, ցանկով պատեցի, աշտարակ դրի, ամեն բան արի, ասма եւ սպասում էի, որ պտուղ տա, բայց ասма ազող տվեց։ Ազողը մի դառը բան է, որ չի ուտվում։ Ասма հիմա դուք դատավոր եղեք իմ ու իմ այգու մեջ։ Ասма ինչ պետք է անեմ։ Տեսեք, օրհնությունը եւ որ մերժում են, անեծքն է գալի։ Աստված մարդկության կյանքի մեջ օրհնություն է բերել Հիսուս Քրիստոսի միջոցով, բայց որ մարդը չի ուզում, ինչպես հրեաներին Տեր Հիսուս ասավ, դուք չեք ուզում ինձ գաք, որ փրկվեք։ Իրա ճանապարհներին զգուշություն անողին պետքա ցույց տամ Աստծո փրկությունը, Տեր Հիսուսը հրեաներին ասավ։ Ասավ դե հիմա ամպերին պետքա պատվիրեն, որ անձրև չգա։ Անասունների բան պետքա լի տեղ։ Այսինքն անեծք պետքա գա արդեն այդ երկրի վրա, այդ տվյալ սա նկատի ունի անձնավորությունները, անձնավորությունը նկատի ունի, եւ որ մարդը պտուղ չի բերում, պտուղ չի բերում, եթե պտուղ չի բերում, ուրեմն շատ պատճառներ կա սրա համար, եւ պատճառը տվյալ անձի մեջ է, եղբայրներ քույրեր։ Դուք չեք ուզում, Հիսուս ասավ, գաք ինձ, որ փրկվեք։ Մարդիկ, գիտեք, որոշում են, իրանք ապրում են որպես այս կյանքի համար են ապրում։ Այս կյանքի համար են ապրում, իրանք չեն ապրում Տիրոջ համար։ Տվյալը իր անձը ուրացած չի։ Ապրում է իր համար, իր գործերը, իր աշխատանքը, իր չգիտեմ ինչքերը իր համար առաջնային է։ Եվ Տերը սա չի հավանում, եղբայրներ քույրեր։ Մարգարեն ասավ, առաջ այդ որբևայրի կնոջն ասավ, առաջ ինձ համար բեր։ Մենք առաջինը պետք է տանք Տիրոջը, եւ ետքը մեր տաշտի հացը չի պակասի, յուղը չի հատնի, Աստված կտա իր օրհնությունները, որբևայրու մի այդ երկու լուման Տերը հավանեց, ասավ ամենաշատը տվեց, նրանք իրանց ավելցուկից տվին, այսօր մարդիկ ավելացածն են տալի, ավելցուկն են տալի, ժամանակ կլի կգան, հարմար կլի Աստծո գործը կանեն, չիլի չեն անի, հարմար կլի կգան ժողով, հարմար չիլի չեն գա, իրանց համար են ապրում, բայց Տերը ուզում է հավանում է, որ մենք վերջինը տալիս ենք Տիրոջը, որ մենք մեր ժամանակը զոհաբերում ենք իր համար, որ մենք տալիս ենք իրան։ Աստված օգնի եղբայրներ քույրեր, այս համարները ավետարանի, այս բաները մեզ բան ասում, որ մենք միտք առնենք, որ հասկանանք մենք, եւ թույլ չտանք, որ սատանան, որ մենք լինենք ճամփի եզրը ընկած սերմի նման, որ հետո եկանք լսեցինք, հետո գնացինք ու մոռացանք, սատանան թրջուններն եկան այդ սերմերը տարան, կամ հոգսերը ու գործերը այդ փշերը խեղտեցին, կամ ապառաշ քարի, որ մենք խորը չունենք մեր արմատները Աստծո խոսքի Աստծո մեջ, խորը չի մեր արմատները, մի նեղություն գալիս է արևու ծակած ատենն ասմա,
չորացավ։ Շուտ մի փորձություն եւ տվյալը գայթակղվեց։ Բայց այն սերմը, որ ընկել էր պարարտ հողի մեջ, սա գրված է Մատթեոս ավետարանի մեջ, այսպես է մեկն ասմանա միտք առավ։ Շատ կարևոր է, որ մենք միտք առնենք, հասկանանք եւ մեր ճանապարհներին զգուշություն անենք, որպեսի Սուրբ Հոգին գործի մեզ հետ, որպեսի նա փրկության ճանապարհը ցույց տա ամեն մեկին, եղբայրներ, քույրեր։ Մենք պետք է պատասխանատվության մեծ զգացմունք ունենանք։ Այս երկու օրը մի վկայություն էի նայում եւ իրապես այդ եղբոր վկայությունից տարեց եղբայրեր վկայությունից երևում էր, որ իրապես դա ինչ որ ձևակերպված բան չի, ինքը կլինիկական մահ էր տարել եւ հայտնվել էր երկնքում եւ Տերը իրան ասել էր քո հավատքը մեռած է, որտեվ դու գործեր չունես, պտուղ չունես, գործեր չունես եւ ասма ես ասма շատ լացեցի, ասма Տեր, բայց ես բարի գործեր ունեմ արած։ Ուղղակի իր հնարավորությունը այնքան ա եղել, ասма այնտեղ կար այդ դարպասների մոտ կար ինչ որ մի հատ սահման, որ ես չէի անցել այն կողմը, ասма եթե անցած կլեի, էլ հետ դարձ չէր ելելու, ասма։ Եվ ասма Տերը ողորմած ինձի, ասma, նորից հետ եկա։ Ասma այդ հարցազրույց անցկացնող կար հետը եւ ասма 2000 հոգի մահացածներ կային, որոնցից 50 հոգի միայն մտան փրկությունը։ Դուք պատկերացնում եք, հաշվեք, թե 2000 հոգուց 50 հոգին քանի տոկոս է կազմում։ Մոտ 2.5% է կազմում։ Եղբայրներ, քույրեր, եւ Աստվածաշունչը մեզ սա հասկացնում է, համարներ կա մարգարեական, որ հասկացնում, ասում է Երուսաղեմը ճրագով պետք է քննեմ։ Նրա մոտ ոչ մի բան չես կարա թաքցնես, ոչ մի բան չես կարա հենց այնպես ծածկես, եւ փրկությունը այդ սուրբ վայրը սուրբերը պետք է մտնեն։ Կարող է երկրորդ հնարավորություն մարդը չունենա։ Մենք չգիտենք վաղը ինչ կլի։ Այսօր երկրագնդի վրա հազարավոր մարդիկ նստում են մեքենա եւ չգիտեն, որ դա իրանց վերջի անգամն է։ Ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտ է։ Միշտ էլ մոտ է երկնքի արքայությունը։ Մարդու մահը վարքյանների մեջ է։ Վարքյաններ։ Եվ մարդը կանգնի հավիտենության մեջ պատասխան տալու։ Եվ մարդկանց սահմանված է մեկ անգամ մահ եւ նրանից հետո դատաստան։ Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ եւ քույրեր։ Բերեք այս հնարավորությունը, որ ունենք, ճիշտ օգտագործենք։ Իմաստությունով օգտագործենք։ Հասկանանք, որ ամեն բան ունայն է, ինչպես Սողոմոնը իր ժողովող գրքի մեջ ասում է, ամեն բան, հարստությունը, երիտասարդությունը, այսինքն ամեն բան ունայն է եւ ժամանակավոր է։ Բայց Տեր Հիսուսը մեր կյանքի համար իմաստ է բերել։ Նա է մեր իմաստավորողը, նա է մեզ իմաստություն տվողը։ Ուստի ավետարանով վարվենք եւ իմաստուն պետք է լինենք։ Աստծո խոսքով վերաբերվենք, Աստծո խոսքը ապրենք եւ իմաստուն պետք է լինենք։ Տերը օգնի, եղբայրներ եւ քույրեր։